Հուլիսի 8-ն է, գտնվում ենք Արմավիրի մարզի մեծամոր խոշորացված համայնքի երասխահուն բնակավայրում։ Հիմա տեսնում եք, այստեղ կառավարության ֆինանսավորմամբ մի իսկական միջազգային չափանիշներին համապատասխան մանկապարտեզ եւ դպրոց է կառուցվում, ու այս ամենը իրականացվում է կառավարության կողմից ներդրված հսկայական գումարի արդյունքում։ Կառավարությունը մեծ գումար է ներդրել, տեսնում եք ինչ գեղեցիկ եվրոպական չափանիշներին համապատասխան կառույց է։ Այս գյուղը անգամ սովետի վաղտել չի ունեցել, չէ՞ սենց մանկապարտեզ դպրոց։ Հա, սովետական տարիներին դպրոց ունեցել է գյուղը, բայց մանկապարտեզ չի ունեցել։ Հիմա տեսնում եք, ընտիր կառուցվում է, երևի իմ տեղեկություններով ամիսներ հետո արդեն բացումը կլինի, խաղահրապարակը տեսեք սիրուն, դաշտն է կառուցվում, անկեղծ ասած նման մանկապարտեզ դպրոց երևի ոչ միայն Երևանի քաղաքապետարանում կնախանձեին, վարչական շրջանների Երևանում, այլ նաև մարզերում։ Նմանատիպ մի քանի մանկապարտեզներ ու դպրոցներ կառավարությունը իր ֆինանսավորմամբ, կառավարության ֆինանսավորմամբ ստեղծվել է, մեկը Արագածոտնի մարզում էր, վերջերս լուսաբանել եմ ու լրիվ պատահական հոսանքի հետ խնդիր կար, գնացել էի այդ գյուղ, Արագած գյուղն էր ոնց որ, Ալագյազ, եւ այնտեղ կառավարության ֆինանսավորմամբ հսկայական մանկապարտեզ էր կառուցվել։ Հիմա սա խաղահրապարակն է, տեսեք, դաշտը, տեսեք, արդեն կահավորում են մարդիկ, հիմա կասեն Շամշանը հատուկ եկել այստեղ, չէ, հատուկ չեմ եկել, այսօր այս գյուղում, հարևան Վարդանաշեն գյուղում, այս գյուղում երեք Կարկուտն ու Անձրևը իրենց սև գործն են արել քամին, եկել ենք լուսաբանելու գյուղացիների պահանջները, խնդրանքները, որպեսզի կառավարությունը սատար կանգնի տուժած գյուղացիներին, ու հիմա լրիվ անապատական տեսել եմ ու պիտի, եթե տեսել եմ լավ գործ են անում, պիտի դա է լուսաբանվի, տեսեք, ներսում արդեն հարդարման աշխատանքներն է կատարվում, չէ, ներսում արդեն հարդարման աշխատանքները կատարվում է։ Բա։ Նայում ես քեֆդ գալիս է։ Դաշտը նայ, դաշտը, ժողովուրդ ջան, դաշտը նայեք։ Սենց դաշտ երևի Երևանի հատուկենտ վարչական շրջաններում լինեն։ Անուն չդնեք։ Հեսա կասեն, էլի գովքն է անում կառավարության։ Մի ամիտ տեսել եմ, եկել եմ ուրիշ խնդրով, սա տեսել եմ ու պիտի լուսաբանվի։ Հալալա մարդիկ։ Անգամ ասում են սովետական տարիներին մանկապարտեզ չի եղել, միայն դպրոց է եղել։ Երկու հարկանի սիրուն, ծառերը, զրուցարանները հենա տեսնում եք։ Սրանք սաղ շինարարության ընթացքում է, չէ՞ տնկվել։ Բա տենում ես։ Մեծ է լավ էլի համ մանկապարտեզ, համ դպրոց, չէ՞։ Համագիր, համ մանկապարտեզ, համ դպրոց։ Զրուցարաններով սիրուն։ Նայ, սիրուն։ Նեսել արևից պաշտպանվելու համար։
Ահա արտաքին լուսավորությունը LED։ Արտաքին լուսավորությունը սա LED-ա, չէ՞։ Ահա։ Արագիլները։ Հա։ Բայց ընտիր 0-ից սարքած չենք, չէ՞։ Բա։ Կառավարության ֆինանսավորմամբ, չէ՞։ Բա։ Հեսա կասեն գագուն կառավարությանն է գովում։ Ես ձեր որ լավ գործ են արեխի պետք է չգովամ։ Դաշտը նայ։ Այն էլ արևայինն է, հա։ Այսինքն արևայինով են էլ իրանք բան անելու, ըհը։ Էլ ասուց ինչ եք ուզում։ Լավ ներկում ես, որ առաջին գոլը դու խփես, չէ՞։ Ահա։ Խաղա հրապարակով։ Ինչն այնի։ Հա, այդ խաղա հրապարակել էր հենա նստարաններով, բանով, մարդիկ, ամենակարևորներից մեկ են արևային կայանները էլի, որ Արագիլը, այ բարի Արագիլ, գնա Արագիլ ջան, գնա ասի քու ձակուկներին։ Արմավիրի մարզի երազխահուն գյուղն է, մեծամոր խոշոր ասված համայնքի, ըհն։ Դբրոցի մարզադահլիճն է, նայք, ընտիր սարքած իր ամեն ինչը, այն որ ասում է, տեղը տեղին։ Իսկի Երևանի դբրոցներում մանգած սենց մարզադահլիճ չես գտնի։ Ու էսի կառավարության ֆինանսավորմամբ։ Սովետական տարիներին դբրոցա ունեցել, գյուղացիները ասում էին դբրոց ենք ունեցել, մանկապարտեզ չենք ունեցել, բայց այդ դբրոցը իր դարն ապրել էր արդեն, լավ սերունդ է տվել այդ դբրոցը, լավ գրագետ մարդիկ են ավարտել դբրոցը երազխահունի, բայց հիմա արդեն, ըհն, տեսեք, սա մարզա դահլիճն է։ Կառավարությունը հսկայական միջոց է ներդրել գումար։ Տեսնում ես այն։ Ընտիր ստենա։ Դասասենյակն է, իր կախիչներով, ամեն դասարան ունի իր ջուրը, կրանտը ունի, էլի։ Սա ջուրը գալիս է պարկնած, կանեք նկարեք, տակա։ Չստե երբեք է սա։ Բազը տենում ես էլ ընտիր սարքած։
Հա ճաշարանն էլ առաջին հարկումը հա։ Ճաշարանն է սա էլ ճաշարանն է լինելու հա այս արդեն դաժե գույքը կա ամեն ինչ ճաշարանն է սա լինելու ամեն ինչ բերված է էսա ու այս այն հատվածն է հանդե խոհանոցն է էլի սա էլ մանկապարտեզն է գյուղի արդեն գույքը բերվել է էսա վերջնական հենց շահագործելուց առաջ կահավորեն ու երեխեք ջան ձեզ բարի վայելու նստարաններն է աթոռներով մահճակալներն է Պահարաններն է